կվերջանա, ես մոդենամ հասնեմ։ Ուզում եք օրինակ X հանդիպում, X չէ, փոխարճապետի։ Մինիմում։ Ես խոսում եմ, էլի խնդրում եմ հարգելի լրագրողներին ստանդարտ խոսալու։ Ինչ եք ուզում կոնկրետ հստակ բան, ես հասկանամ։ Ուզում ենք փոխվարչապետի հետ հանդիպում, մեր պահանջները ներկայացնենք, ստանանք ձեր վերաբերյալ սպառիչ պատասխանները, ըստ այդմ մեր հետագա անելիքները կլանան։ Շատ բարի, շատ շնորհակալ։ Նախարարությամբ չենք ուզում հանդիպում, նախարարից հանդիպել ենք, մի ամիս ավելը մեր հարցերի լուծում չի։ Շատ բարի, շատ շնորհակալ։ Հիմա այստեղ հավաքվել եք հանդիպում փոխվարչապետի հետ, հա, ինչ պայմանով։ Պայմանը այսպես է, խոսքը վերաբերում է լիձուկ ձկնամթերքին, ինչպես արդեն տեղյակ եք, ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր, թվով 2 ծրագիր կառավարությունը արդեն իրագործել է, դրանք անիրատեսական ծրագրեր են եւ ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու, այսպես ասած, այդպես փորձում են հանրությանը ցույց տալ, որ ինչ-որ ոլորտի հետ կապված հարց է լուծվել, բայց ժողովուրդ ջան, ոչ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված է ոլորտի հարցը լուծվել, ոչ էլ այդ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելն է, որովհետեւ մենք ասել ենք ու նորից ասում ենք Եվրոպական շուկան դեռևս մեզ համար անհասանելի է, իսկ այն ծավալները, որ այսօր գտնվում են տնտեսվարողների տնտեսություններում, դրանք միանգամից եվրոպական շուկա սպառելը անիրատեսական է։ Ինչ ծավալների մասին է խոսքը։ Խոսքը մոտ 15,000 տոննա կենդանի ձկա մասին, այս պահի դրությամբ, դրան գումարը սառնարաններում արկա ապրանքը, որ Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։ Իսկ ինչքան ժամանակ է, որ չեք կարողանում Մայիս 15-ից սկսած արտահանում փակվել է։ Բայց տեսեք էկոնոմիկայի նախարարները ասում 97% տնտեսությունները պատրաստ են արտահանել շուկա։ Այսինքն ինչ է նշանակում, դուք այդ 97-ի մեջ չկաք, 3%-ն եք դեռ խախտվում եք։ Ոչ, ստեղ 90% եւ ավել տնտեսվարողներն են։ Ես մի հարցին հարցով պատասխանեմ, հա, մեզ այսօր ինչն է խանգարում, որ նավթամթերք արտահանենք, ասենք Պարսկաստանում։ Ինչն է խանգարում։ Այդ ռուսական շուկան ժողովուրդ ջան 30 եւ ավել տարվա այս մարդկանց ամեն օրվա կրկնաջան աշխատանքի արդյունքն է։ Առաջին տարին, որ Հայաստանի ձուկ ձկնամթերք արտահանվել, իջե 60 տոննա է եղել տարեկան։ Այսօր հասել է 13000 տոննայի, ու դա եղել է 30 տարվա ընթացքում։ Մենք հիմա 1-2 կառավարության որոշումով եւ 1-2 ամսվա ընթացքում ուզում ենք այդ 13000 շուկա միանգամից տեղափոխել Եվրոպա։ Դա անհնար է։ Պարոն Գրիգորյան, Մինչև այդ մենք դեմ չենք Եվրոպա շուկա մտնելու, այնտեղ ապրանք վաճառելու։ Դա ուղղակի ողջունելի է, նոր շուկա է վերջը։ Բայց մինչև այնտեղ մտնելը, եմ ասում, մենք կենդանի օրգանիզմի հետ գործում ենք, ժողովուրդ ջան, դա պահպանման ծախսեր է իրանից ենթադրում։ Որ մեզ պարոն Պապոյանը խոստացավ, որ կլինի աջակցության ծրագիր, պահպանման, տնտեսությունները պահպանեն, մինչև արտահանման իրացման հետ կապված հարցերը լուծվում։ Շուրջ 2 ամիս է, որևէ քայլ այդ ուղղությամբ չկա, նույնիսկ նախագիծ չի շրջանառվում։ բայց ասում է, որ բան արդեն հնարավորություն ունեք ձուկ ու ձկնամթերք արտահանել, 3 գրառումար է, ստացել է Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձեռնարկատրանքի արտահանման համար։ Ինչն է գրել։ Ժողովուրդ ջան, դա վերաբերում է, եթե չեմ սխալվում, 17 հուլիսի 17-ի կառավարության որոշմանը, որով հաստատվել են ընդհանրապես կանոնակարգերը, տնտեսվարողները դեռևս պետք է դիմեն ընթացակարգեր անցնեն։ Սա ղեկավարի ասած այն է, որ մշտադիտարկումներ միշտ էլ իրականացում են տնտեսություններում եւ նայելով մոտավոր հասկանում են, որ այդ պահանջներին տնտեսությունները մեր բավարարում են ստանդարտներին, այսպես ասած։ Հիմա մարդիկ պետք է դիմեն ուսումնասիրություն անցնի, շուկա պիտի գտնել, ասենք այդպես չի, որ այդ մեքենաները պիտի բարձրան ստեղից հասնեն Եվրոպա, եվրոպացիներն էլ իրենց սեղանները բացած սպասում են հայկական ձկան։ Դա աշխատանք կատարվի, շուկա ուսումնասիրի, անգամ իրականացվի եւ իրատեսական դառնա, ըստ էության բոլորը այդ ծավալները չի ունենալ։ Քանդվեն տնտեսություններ կա օրեկան մինչև 20-30 միլիոն դրամ ծախս են իրականացնում։ Նույնը այն օրը էկոնոմիկայի նախարարը մեր ձկնաբույսներից այցելել էր մեկի ձկնաբուծարան,
եւ հայտարարում է, որ տնտեսվարողի հետ քննարկել են ոլորտին առնչվող խնդիրներ։ Ժողովուրդ ջան, մեկ տնտեսվարողի հետ կապված ոլորտը մի տնտեսվարողը ոլորտ չի ներկայացնում։ Ոլորտը այս մարդիկ են ներկայացնում։ Հենց չի մենք այդ տնտեսվարողի դեմ բան ունենք, բայց եթե ոլորտի համակարգային հարց է քննարկվում, այն էլ նախարարի մակարդակով, արդյունքում պետք է չեմ կարող ասել, կարող է այստեղ, կարող է այստեղ, չեմ կարող ասել, շատ են նույնիսկ։ Հիմա եթե օրինակ ոչ Տիգրան Խաչատրյանը ձեզ չընդունի, ինչ եք անելու։ Դե չգիտեմ, սա ինքնաբուխ է եղել։ Ես երեկոյան եմ իմացել, որպես միության տնօրեն, որովհետեւ կազմակերպված բան չի եղել։ Եկել ենք ստեղ, ըստ դրա երևի արդեն որ ժողովուրդը ոնց ասած իրար կանգնացել չի բացառում նաև հետագա քայլերը բացասական արձագանքի դեպքում քննարկել։ Ինչ քայլեր։ Իհարկե դա ինձ վերաբերում է իմ ասած կառավարության որոշմանը։ Այդ որոշումը չկա, դե 18 կետերը ես հաստատ չեմ կարող թվարկել այս որոշումը։ Բայց եմ ասում, տնտեսվարողների մեծ մասը բավարարում են։ Ասեմ ավելին, դեռևս 2025 թվականին հիշել, որ Եվրամիությունը թույլատվեց Հայաստանի դուրսգամի արտահանումը, բայց քիչ էր արվում, որտեղ կանոնակարգերը դեռևս մշակված չէր։ Այնտեղ է traces համակարգում գրանցելու համար մենք տնտեսվարողներ ունենք, որ դեռևս անցած տարվանից դիմել են, ու իջև այսօր որևէ գրանցում չի կատարվել։ Այդ մարդու մեկը չի եկել ստուգի տեսնի իր դիմում է ձեր ասած 15 կետերը բավարարում են, չեն բավարարում։ Իսկ մենակ հայտարարելով կամ կառավարության որոշում ընդունելով հարցը չի կարելի։ Այսօր մարդիկ գոյատևելու